Միացյալ Նահանգներ Չինաստան առևտրային պատերազմը թեժանում է։ Չինաստանը խոստանում է վճռական քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ նախագահը հետ չկանգնի մաքսատուրքերը բարձրացնելու պաշտոնական Պեկինի ձևակերպմամբ անհիմն որոշումից։ Չինաստանը հորդորում է Միացյալ Նահանգներին շտկել սխալները, չեղարկել մաքսատուրքերի միակողմանի բարձրացումը, դադարեցնել տնտեսական և առևտրային ճնշումները, լուծել տարաձայնությունները Չինաստանի հետ, ինչպես հարկն է։ Չինաստանի առևտրի նախարարության խոսնակն այսպիսի հայտարարություն է արել Թրամփի նախօրեի սպառնալիքից հետո, թե 50% լրացուցիչ մաքսատուրք կսահմանվի ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների համար։ Թրամփն ակնարկում է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը էլ ավելի բարձրացնելու իր որոշումը Չինաստան ներմուծվող ամերիկյան ապրանքների համար 34%-ով պատասխան մաքսատուրքեր սահմանելու որոշման պատասխանն է։ Եթե Չինաստանը չչեղարկի ամերիկյան ապրանքների վրա 34% մաքսատուրք սահմանելու որոշումը մինչև ապրիլի 8-ը, ապա Միացյալ Նահանգները նորից կավելացնի տուրքերը հասցնելով 50%-ի։ Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ից, կդադարեցվեն նաև բոլոր բանակցությունները Չինաստանի հետ։ Տուրքերը մեծ հարված կհասցնեն Չինաստանի արտադրողներին, որոնց համար Միացյալ Նահանգները կարևոր շուկա է արտահանման համար։ Ինչ ասես, որ չինացիները չեն արտահանում ամերիկյան շուկա, էլեկտրական ապրանքներ, մեքենաներ, կահույք, տեխնիկա։ Չինաստանում հենց հիմա արդեն շատ մեծ կրիզիս կա, ֆինանսական, այնտեղ դեմոգրաֆիական մեծ խնդիր կա։ Ամերիկաբնակ հայ քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանի կարծիքով Թրամփի նոր քաղաքականությանը Չինաստանը չի կարողանում ոչ մի կերպ համաձայնել, որովհետև այդ երկրում առանց այդ էլ սոցիալ-տնտեսական ճգնաժամ է։ Երկար ժամանակ մեկ ընտանիք, մեկ երեխա քաղաքականության պատճառով ընտանիքները մեկից ավելի երեխա չէին կարող ունենալ։ Հիմա, երբ այդ երեխաներն արդեն մեծացել են, ընտանիքի ամբողջ հոգսն իրենց ուսերին է մնացել։ Ու հիմա այդ ընտանիքի վրա կա այդ մեծ բեռը, որ իրանք իրանց հիպոթեկը ունեն, իրանք կրեդիտ կարտեր ունեն, իրանք ավտոների վարկեր ունեն, իրանք ուզում են երեխա ունենան, իրանք ունեն 4 ծնող, 8 տատիկ, պապիկ, որոնց համար իրանք տենց ոնց որ համել պատասխանատու են ինչ որ չափով։ Այսինքն այդ մեծ բեռը իրանց վրա ու պլյուս այդ պատկերացրեք հիմա դա բազմապատկեք, ասենք եթե այնտեղ 1.5 միլիարդ մոտավորապես մարդ է ապրում, ասենք թե վերցնենք մի 600-700 միլիոն մարդու մասին է խոսքում, դա շատ մեծ բեռ է։ Ու այս մարդիկ հիմա իրանց վարկերը չեն կարողանում վճարել։ Հիմա Չինաստանում ապրող ամեն երկրորդ ընտանիք ֆինանսական մեծ դժվարություններ ունի։ Թրամփի արտաքին տնտեսական ճնշումներն էլ ավելի են բարդացնում վիճակը։ Իսկ Թրամփը չի ուզում կորցնել աշխարհում դոմինանտ լինելու հնարավորությունը։ Կարծում եմ ճիշտ քաղաքականություն է որդեգրել, որովհետև եթե ինքն ունի ամենադոմինանտ դերը, ապա գլոբալ տնտեսության կարճաժամկետ անկումը բերելու է նրան, որ ինքը բոլոր խաղացողների հետ ավելի լավ գործարքի է գալու։ Եթե ինքը ավելի երկար սպասի, ապա իր դիրքը այդ ալյանսների մեջ տարբեր որտեղ ինքը բոլոր այլ խաղացողների, ասենք, չգիտեմ, մյուս ժողովրդավարությունների համար հաշիվը Միացյալ Նահանգներն էր փակում երկար տարիներ, հիմա այդ մոտեցումը իմ կարծիքով Թրամփը ճիշտ է ասում, որ սխալ է։ Չինաստանը միակը չէ, որ դժգոհ է Թրամփի առևտրային փոփոխություններից, բայց քաղաքագետի կարծիքով, ի տարբերություն Չինաստանի, մյուս երկրների հետ բանակցություններն ավելի հեշտ կընթանան, ընդհանուր հայտարարի գալ կստացվի։ Արդեն մոտ 50 երկիր է ցանկություն հայտնել բանակցել Միացյալ Նահանգների հետ առևտրային նոր պայմանների շուրջ, ինչը ըստ ամերիկագետ Սուրեն Սարգսյանի օգտակար է լինելու թե ամերիկացիների, թե գործընկերների համար։ 67%։ Հայաստանն էլ, թեև առևտրի փոքր ծավալներ ունի նահանգների հետ, լավ կլինի աշխատի այս ուղղությամբ։ Վերջիվերջո դժվար է, չէ, Թրամփի թիմին հիմնավորել, թե ինչու պետք է Հայաստանում ամերիկյան մեքենաները մաքսազերծվեն 30+%-ով, Apple-ի և այլ ամերիկյան ընկերությունների վրա կիրառվի բարձր մաքսատուրք, իսկ ինքը մեզ վրա 10% լրացուցիչ մաքսատուրք չսահմանի։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։